Խոսելու ենք քարոզարշավից, բայց մինչև քարոզարշավը երկու կարևոր դրվագ, նախ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որը եղավ նոյեմբերի 9-ին, ներողություն, մայիսի 9-ին եւ հստակ ընտրության առաջ է կանգնեցնում Հայաստանին, որ ընտրում է կամ ԵԱՏՄ-ն, կամ Եվրամիությունը, պետք է արագ կողմնորոշվի ըստ Վլադիմիր Պուտինի Հայաստանը այս հարցում։ Ինչ եք կարծում, ինչու Վլադիմիր Պուտինը այս հայտարարությունը նախընտրական շրջանում այս հայտարարությունը արեց եւ նաեւ իհարկե առաջարկեց, որ այդ հարցով կարող է նույնիսկ քանակվե անցկացնել, չնայած նրան, որ դա իր խոսքում էլ նշեց Մոսկվայի գործը չէ, բայց լավ տարբերակ է։ Ինչու այդ հայտարարությունն արեց, շատ ակնհայտ է, որ այս քննարկումը նոր չի, դա տարիներ է տևում, իրենք հստակ տեսնում են միտումը, որպեսզի նաև ԵԱՏՄ-ն իր ապագայի մասին պատկերացումներ հստակեցնի, հա։ Մեզ թվում է, որ աշխարհը մեր շուրջ է պատտվում, բայց ամենևին այդպես չի։ Հայաստանի ինքնավորոշում կործանվի եւ թե չկործանվի, իսկ Ռուսաստանի Դաշնությունը իդեպ շատ հետաքրքիր նոր օրինաչափություն կա։ Ռուսաստանի ղեկավարը այլևս խոսում է հայ ժողովրդի հետ, չի խոսում քաղաքական պետական էլիտաների հետ։ Սա կարծում եմ լուրջ ավելի ազդանշաններ, քան բոլոր մնացած հնչեցրած ազդանշաններից։ Ռուսաստանը ասում է, եկեք կողմնորոշվեք, ցանկացած ձեր ընտրություն մեր համար կլինի լեգիտիմ եւ լեգալ ճանապարհից մեկը հնչեցրեց դա հանրաքվեի տարբերակն է, չնայած մուտքը ԵԱՏՄ հանրաքվեով չի եղել, հետևանքներն բնականաբար կլինեն համապատասխանաբար։ Պետք է հստակ հասկանալ, դա սպառնալիք չի։ Եթե մենք մի համակարգի մեջ ունենք արտոնյալ տարբերակներ եւ դա մեզ դիսկոմֆորտ է, մենք ուզում ենք գնանք ուրիշ համակարգ, պետք է այստեղից դուրս գալ, գնալ այնտեղ, բայց այստեղ իհարկե լինելու են հետևանքներ շուկաների մասով, ներդրումների մասով, փոխանցումների մասով, անվտանգության մակարդակի մասով, գործընկերության մասով, շուկաների ազատականացման եւ ապրանք մուտք անելու հնարավորությունների մասով, դա շատ օրինաչափ է։ Հայաստանի փոխարեն լինել XY պետությունը իր դեպքում էլ օրինաչափ լինելու։ Քանի որ նա նշել էր, որ այդ հարցը ճիշտ կլինի նաեւ քննարկել ԵԱՏՄ գագաթնաժողովի, որը կլինի կանցկացվի Աստանայում մայիսի 28-ից 29-ին եւ որին իդեպ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։ Դուք ինչ եք կարծում, այդ վերջնագիրը կներկայացվի պաշտոնական Երևանին։ Գիտեք, ես չեմ ուզում սրել այս թեմաները, այն իմաստով վերջնագրեր եւ այլն, ենք շատ հանգիստ աշխատանքային կարգով ասում են կա process-ը պետք է հանգուցալուծում ստանա։ Հայ քաղաքացիները այդ ու նաեւ հունիսի ընտրությունների ժամանակ ինչ որ առումով նաեւ այդ հանրաքվեի մակարդակով արձագանքելու են այն ամենին, ինչ որ կարող է տեղի ունենալ մայիսի վերջին այդ գագաթնաժողովի ժամանակ, եթե այդ օրակարգը լինի, իսկ օրակարգը ենթադրում եմ կլինի։ Հենց միայն այն քայլը, որ Հայաստանի գործող վարչապետը խուսափեց, իսկ քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ խուսափելու է եւ չի մեկնելու, այդ նշանակում է, որ ինքը մի կողմից միգուցե լուծում չունի, այսինքն միգուցե փորձում է ձգձգել, միգուցե հետագայում կախված ընտրությունների արդյունքներից փորձելու է ինչ-որ բաներ հերթական անգամ վաճառել Ռուսաստանի վրա, հա։ Կարծում եմ, այս Ռուսաստանը մի շարք այլ դասեր է արել, որ անվստահության ընկրիզիտը, որ վաստակել է Հայաստանի գործող վարչապետը, դրան պետք է շատ ավելի ուշադիր հետևել եւ ուշադիր արձագանք եւ թիրախային արձագանք ցույց տալ եւ ավելի շատ առաջվել հայ ժողովրդի եւ այն շրջանակների համար, ովքեր հայ ժողովրդի շահերով են առաջնորդում եւ ոչ թե այլ հանգամանքներ առաջ տանում պետական շահի ներքո, հա։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը հասկանում է իրավիճակը, ուժային բալանսի, հասկանում է հնարավոր հետևանքները, այդ թվում նաեւ իր համար, իր թիմի համար եւ այլն, որտեղ աշխարհը գեոպոլիտիկա է, իր Պուտինը գեոպոլիտիկա ստեղծողներից մեկն է, ինչը ուզում է Ռուսաստանի հետ թշնամի լինի, լավ օրինակներ կան չակերտավոր, չէ, հետևանքների, անկախության կորստի, այս պահի դեպքում իդեպ Պուտինը խոսեց։ Հասկանում եք, ախր որ ասում են ուղիղ տեքստով էշի հետ են մենակ խոսում։ Ցավալիորեն դա մեր հետ առնչվում է այս օրինակը, հա, եւ ռուսները ստիպված նաեւ մեսեջ են ուղարկում այն շրջանակներին, որ հետևանքները լինելու են իհարկե վատ։ Դա սպառնալիք չի, ես ուզում եմ այդ հստակ ֆիքսել։ Ռուսաստանը Հայաստանին չի սպառնում։ Ռուսաստանը ասում է, որ հետևանքները լինելու են համապատասխանաբար։ Դուք կարող եք գտնել այլ շուկաներ, գտեք, գնացեք, որևէ խնդիր չկա։ Եվ այստեղ ես կարմիր գծով առանձնացնում եմ Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Մի քանի անգամ շեշտեց, որ մենք գիտենք հայ ժողովուրդը ով է, ինչ ճանապարհ ունենք, ինչ պատմական մոտեցումներ, բայց ընտրությունը ձերն է։ Այո, եւ կկանգնեն ժողովրդի ընտրության կողքին։ Այո, իհարկե։ Այսօր Թուրքիայից պաշտոնապես հայտարարել են, որ Թուրքիան եւ Հայաստանը ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանի արտգործնախարարությունը շտապել է արդեն ողջունել այս հայտարարությունը։ Էրդողանի նվերներ Նիկոլ Փաշինյանին ընտրություններից առաջ։ Այո, դա կոչվում է Կաշառ քաղաքացու պրոյեկտի արտաքին թուրքական սեգմենտի մասը։ Շուտով մայիսի 28-ին ունելու ենք ռազմատեխնիկական այդ ցուցադրությունը, որը երբավանաբար վախենում են զորաշարժ կամ
զորահանդես անվանելու, հա, այո, վաղուց կարեսորակարգի սպասումը, այդ նաև ձեր հարթակում մենք խոսել այս մասին, կարծում եմ միայն սրանով չի լինի, բայց սա իրականում ոչ թե ազատ առևտրի մասին է խոսքը, այլ ազատ առևտրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ իրավական փաթեթներ, հասկանում եք, երկար ստացվեց, չէ՞։ Այսինքն, բայց կարևորը այն չի, թե ինչա բովանդակությունը, կարևորը այն է, թե հասարակության վրա ինչպես է գործող վարչապետը դա վաճառելու իր թիմակիցների միջոցով քարոզարշավի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանի տեղը այդքան վատն է, Նիկոլ Փաշինյանը ընտրություններից մեկ ամիս առաջ այս քարոզարշավի 6 օրերի ընթացքում արդեն զգում է, որ իշխանությունը իր ոտքերի տակից գնում է, որ արդեն Թուրքիայից է այսպիսի հայտարարություն հնչում, պարոն Ղավոնդյան։ Ամենևին ես այդպես չեմ կարծում, որ ինքը այդպիսի զգացողություն ունի, որ իշխանությունը գնում է, բայց ինքը ունի հստակ լարումները անհիմն չեն, սկսած սոցհարցումներից, ասֆալտի վրա քայլերով, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, հիշում եք, իրենք ուրախ այդ ծաղրացումների ավտոբուսով ման էին գալիս Հայաստանում։ Ինչի էին ման գալիս, ման էին գալիս, որպեսզի հանրային տրամադրությունները նկատեն, ֆիքսեն, որովհետև այնուամենայնիվ ինքը շատ լավ հասկանում է, որ իր ենթականները բերում են իր համար հաճախ հաճելի լուրեր, որովհետև ղեկավարությունը վատ լուրեր չի սիրում, չէ՞, այսպեսի օրինաչափություն կա։ Հիմա իրան պետք է ասֆալտի վրա քայլել, ուղիղ եթերը միացրած, հիշում եք, մենք քանի դեպքերի ականատես ենք Արտաշատում, եւ շատ այլ վայրերում, եւ հիմա էլ ենք տեսնում բուն քարոզարշավի ժամանակ։ Ինքը լարումներ ունի, ինքը հասկանում է, որ հասարակությունը իրան մերժում է, հենց այդ բառով մերժում է, այսինքն խնդիրը այն է, որ կան մարդիկ, ովքեր վախի հանգամանքից, կան մարդիկ, ովքեր ինչ-որ ազգական ունեն այդ ենթակայության հարաբերությունների տեսանկյունից, կան մարդիկ, որ բիզնես ինչ-որ շահեր են ունեցել, կաշխանդվածություններ ունեն, բայց իր արժեքների կրողը չեն։ Ինքը շատ հստակ տարբերում է կեղծը անկեղծից, շատ հստակ։ Ինքը մարդկանց հոգեբանությունը բավական լավ է հասկանում, հայ հասարակությանը էլ ավելի լավ, որտեղ ինքը տարբեր դիրքերում է եղել, այսինքն իշխանության ընդդիմություն այդ դիխոտոմիայի մեջ ինքը եղել է ընդդիմություն էլ, շատ լավ հասկանում է հայի տեսակը, հայերի շատ տարբեր են, հա։ Դրա համար նկատում եք, որ քարոզարշավի այսպես ռուչնոյ ուպրավլենիե, այդպես բառ կա, չէ՞, իր ձեռքում է։ Դուք ասում եք անհատապես թիրախային թեզերով եւ այլն, ընդ որում քարոզարշավը ոչ միայն բազային բաղադրիչներով, այսինքն էս ենք անելու, խաղաղություն ենք բերելու կա եւ այլ, այլ ինքը ընթացքում սկսում է արձագանքել այլ կուսակցությունների, թիմերի եւ այդ ամեն ինչը միշտ համեմում է պոպուլիստական սովուսներով, ռևանշիստական, ուժային դիրքերից անտակ ձևակերպումներով եւ այլնով, որովհետեւ փորձում է հանրային ներվ գեներացնի, որը կապված է արդարության վերականգնման թեզի հետ։ Այսինքն ես ֆիքսել էի այս 6 օրվա ընթացքում, որ փաստացի այս նոր քարոզարշավում, այս 2026-ի քարոզարշավում ոչ մի նոր թեզ ինքը չկիրառեց, հակառակը կրկնեց, որ Ղարաբաղյան շարժումը մեզ պետք չի, նախկինների փոխարեն օգտագործում է եռագլուխ մաֆիա բառակապակցությունը, վերջին 2 օրվա ընթացքում հստակ կենտրոնացել է Գագիկ Ծառուկյանի վրա, որևէ նոր բան, այդ թվում այդ խաղաղության թեզի հետ կապված Նիկոլ Փաշինյանի չենք լսում, որովհետև այդ նախկին թեզերը ավելի լավ է կարողանում վաճառել բնակիչների վրա։ Նախ այդ եռագլուխ թեզը, այդ fake թեման, դա խաղաղության կոնտր, այսպես ասած բանաձևման շրջանակում է ինքը դիտարկում, այսինքն գալու են 3 հոգի, ովքեր պատերազմ են բերելու, բայց եկեք մի հատ անալիզ անենք այդ 3 թիմերը ընդդիմադիր, որ գալիս են ինչի մասն է խոսում։ Արժանապատիվ հայի, անվտանգ հայի, ուժեղ հայի, մրցունակ հայի եւ օրենքի եւ իրավունքի շրջանակներում ապրող հայի եւ տնտեսապես կարողունակ հայի մասին։ Դուք երբևէ լսել եք գործող վարչապետի բառապաշարում ուժեղ բառը, մրցունակ Հայաստան բառը։ Ինքը բացառակ երբեք ինքը չի օգտագործում, որտեղ ինքը հոգեբանական խնդիրներ ունի։ Նույն այդ պրիզմայով ինքը դիտարկում է այլընտրանքային ուժերին, ովքեր կան։ Այդ այլընտրանքային ուժերին, որպեսզի հեղինակազրկի ձեր նշած հին բանաձևերը հաճախ օգտագործում, հա, այսինքն պիտակավորումներ, չէ։ Օրինակ նախկինում ասում են ռուսաստանյան օլիգարխ, չէ, հետո հասկացա, որ այդ ռուսաստանյան բառը մի քիչ խնդրահարույց է, սկսեց կալուգայից օլիգարխ ձևակերպում, որ ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գոյաբանական խնդիրներ ունի, հա։ Այսինքն մենք այդ մասին վերջին 6 տարվան ականատես եք եղել, այդ մասին։ Ծառուկյանի հետ կապված ինչի է թիրախավորել երկու օրվա մեջ։ Ակնհայտ է, չէ, որ իրենք մոնիտորինգ են անում։ Ակնհայտ է, չէ, որ տեսնում են հանրային աջակցություն եւ այլն։ Դուք վստահ եք, որ այդ քարոզարշավին չունեն մարդիկ, ովքեր տեղում չափումներ են իրականացնում։ Ես ենթադրում եմ, որ ունեն, չէ։ Եվ հասկանում եմ, որ ընդդիմադիրի սեգմենտը որոշակի թափ է հավաքում եւ այլն։ Հետեւաբար թիրախավորում են ինչ թեմաներ են թիրախավորում, ընտանիքի թեմա, որը նաեւ հայկական, ավանդական, պահպանողական, արժեքաբանական պրիզմայից դուրս է։ Ի պատիվ Ծառուկյան Գագիկի ինքը չի մտնում այդ
կեղծ զզվելի տհաճ բանավեճի մեջ եւ հիպատիվ Գագիկի քաղտեխնոլոգիական հետաքրքիր պատասխան է տալիս, թե որտեղ է իր տղան եւ այլն եւ այլն։ Եվ վերջապես գտնվելով բավական լուրջ ճնշումների տակ իդեպ ինքը, հա, կարողանում է ճիշտ իրան դիրքավորել։ Գործող վարչապետի կոմպլեքսն այս 3 հիմնական թիմերից են, ամեն մեկից յուրովի իր չափով, իր տեղով եւ իրականում մոբիլիզացիոն ռեսուրսը տեսնում է, որ թափը հավաքում նորա քարոզարշավը ու թափանի աստիճանաբար հավաքումը դեռ ավելին ես կարծում եմ շատ լուրջ ծրացումներ են լինելու թե երկրորդ նախագահի թիմի հետ կապված Հայաստան դաշինքի հետ կապված թե իհարկե ուժեղ Հայաստանի հետ կապված։ Հիմա գանք ընդդիմությանը, ոնց է գնահատում ընդդիմության քարոզարշավը, ձեր գրառումներից մեկն էի կարդում, այդտեղ կարծես ուղղություն էիք ցույց տալիս, որ կարելի է նաև գնալ մարդկանց տներ, անմիջապես իրենց հետ խոսել։ Ես որ հետևում եմ այդպիսի քարոզարշավի ինքս էլ ականատես եմ լինում։ Իհարկե, եթե համեմատության մեջ ենք դնում, Նիկոլ Փաշինյանը այդ առումով կարծես թե հավասարը չունի, իր մոտ դա ամենից լավն է ստացվում։ Բայց ընդդիմության անելիքը այս դեպքում որն է, ինչ պետք է անեն, որպեսզի ավելի լավ անցնի եւ ազդեցիկ անցնի իրենց քարոզարշավը։ Որպես քաղաքագետ ու քաղտեխնոլոգ իմ խնդիրը այն չի, որ ձեր հարթակից ընդդիմությանը գովաբանեմ։ Այստեղ խնդիրը այն է, որպեսզի կարողանան երկիրը փրկենք, իսկ ընդդիմությունը այդ պատվավոր առաքելության կրողն է։ Ես որևէ քաղաքական ուղղություն չունեմ, ունեմ միգուցե ներքին համակրանք, բայց դա այս հարթակից ներկայացնելու գործ չի։ Իմ ընտրությունը ես կկատարեմ հունիսին։ Հիմա այո, ընդդիմությունը այդ առումով միշտ ավելի քիչ ու պակաս ռեսուրս ունի եւ դա օրինաչափ ամբողջ վարչական համակարգը ուժային ռեսուրսն աշխատում են իշխանության համար։ Այսինքն ուղղակի սովորական խոսակցությունը կարող է ձայնագրեն, ասեն ընտրակաշարքեր, այ միջներ ասենք թե մարդկանց աշխատավարձ էին բաժանում եւ այլն։ Ու այդպես սկսեն բաժանել, ձգձգել, չգիտեմ, խնդիրներ ստեղծել ընդդիմադիր տարբեր սեգմենտների համար, հա։ Խնդիրը հետեւյալն է, որ ընդդիմադիրների մի մասը քաղաքական փորձառություն չունեն, այսպես ասած, իրանք սոցիալական, տնտեսական փորձառություն։ Հետևաբար այդ հանրային դիտարկումները, գնահատականները, մոտեցումները եւ նաեւ հուշումները հենց նաեւ այդ թիրախներ, օրինակ Հայաստան դաշինքին հուշելու ոչինչ չկա։ Մեծ հաշվով քաղաքական միավորը, դասական իմաստով, հա, ուժեղ Հայաստանը ինքը առավել ժողովրդական, սոցիալ-տնտեսական կերպարային առանձնահատկություններով, գաղափարներով մարդ, այսինքն Սամվել Կարապետյանի բլոկին կամ շատ տնտեսական բլոկ է։ Դա չի նշանակում, որ անվտանգության հետ կապված, արտաքին քաղաքականության հետ կապված խելամիտ հավասարակշռված մշակած մոդելներ ունեն, բայց տեխնոլոգիական առումով դրանք պետք է ասֆալտի վրա իրականացնեն։ Դա դժվար գործ է լինելու, դա երիտասարդներ են պահանջում, չգիտեմ, կամք է պահանջում, ջանք է պահանջում, ռեսուրս է պահանջում, փողոցներով քայլել, մարդկանց բացատրել այն ինչ որ իրենք առաջարկում են։ Հավատացնում եմ կա իրազեկման պակաս, թե Երևանում, թե մարզերում, ինչքան կարողանում են անում են, միգուցե պետք է ավելին անել, որտեղ մենք կառավարություն չենք, որ բավարարով ասենք խնդիրը լուծվեց։ Այստեղ խնդիրը պետության գոյության խնդիրն է հունիսից հետո։ Այդ տեսանկյունից տարբեր հաջողություններ կան, դրվագային, ոչ դրվագային, բայց պետք է միշտ լարվածության մեջ լինել, պետք է շատ զգույշ լինել մարզային բնակչության հետ, որտեղ գյուղերում, երբ որ դուք սկսում եք մարդկանց հետ շփվել, իրենք միշտ կաշկանդումներ ունեն, որտեղ կա գյուղապետ, վարչական համայնքի ղեկավար, թաղային միլիցիա, ոստիկան եւ այլն, հա, գալու են հետո ճնշումներ գործադրել եւ այլն եւ այլն։ Հետեւաբար պետք է հասկանալ ինչ մոտեցումն է ճիշտ, որ գերդաստանի հետ աշխատել, ինչ ընդգրկունությամբ հետները շփվել եւ այլն, հա, որովհետեւ երբ որ քաղաքական թիմերը գնալու են այդ գյուղից, ուրիշ մարդիկ են գալու այդ գյուղ, ասեն, այ գիտեք, իսկ այդ ճնշումների հետ մենք առերեսվել ենք ամենատարբեր տեղերում, մարդիկ սոցիալական ցանցերում գրառումներ կատարելու համար աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել եւ դա եզակի դեպքեր չի, դա բազմաթիվ դեպքեր են, մարդկանց ճնշումներ են, մարդկանց վրա քրեական գործեր են հարուցել եւ այլն, այդ քրեական գործերի հետ կապված ընդդիմությունը պետք է մշտական փաստաբաններ ունենա, օժանդակություն, աջակցություն ցուցաբերի, այդ հետադարձ կապը վստահություն տալու նաև մարդկանց, որ հունիսի 7-ից հետո իրավիճակը գլխիվայր է փոխվելու, որտեղ եթե իրանց ոստիկանությունում փաստաբանը գալիս պաշտպանում է, դուք պատկերացնում եք, չէ՞ որ պետությանը իրանք ոնց կմոտենան։ Ես կարծում եմ, որ շատ խիստ ընդհանրապես պետք չի գնահատեք, գնահատականները տալ, չնայած ես հաճախ շատ սուր եմ գնահատում, պետք է միշտ ավելին անել, քան պետք է։ Պետք է մի կարևոր բան էլ ասֆալտից չկտրվել։ Վիրտուալ քարոզարշավի իրողությունները դա դեռ ընտրության արդյունքներ չի։ Դա պետք է միշտ հիշել ու գնալ մարդկանց հետ իրական շփումների, տուն առ տուն, շենք առ շենք, զրուցել, ուղղակի զրուցել, բացատրել, ռուպրով խնդիր չես լուծի։ Մարդկանց հետ պետք է զրուցել, բացատրել։ Եվ իմ վերջին հարցը, դուք այս 6 օրերի գնահատականով ինչ տպավորություն ունեք, օրինակ, ընտրությունների երկրորդ փուլ կարող է լինել, թե այդ հետ ընտրական process-ները այլ տեսքով են լինելու։ Նախ ժամանակը շատ քիչ է, բայց եթե շեղման մեծ աստիճանով կանխատեսում անեմ, այո, ես կարծում եմ, որ եթե տեմպը
պահվի նվազագույն այսպիսին եւ որոշակի թափանիվը ավելանա, ես կարծում եմ, որ որևէ մեկը 50+1 չի հավաքի եւ կարող է լինել երկրորդ փուլ։ Այդ այն դեպքում, երբ որ իշխանությունը ամեն ռեսուրս մոբիլիզացրել, դուք անգամ չեք պատկերացնում, ինչ ծավալի են աշխատել, ոնց գումարած դրսի ռեկոմենդացիաներ, մեդիաներ, դրսի աջակցություն եւ այսինքն ընդդիմությունը մեդիաների վրա էլա, չէ՞, ծախսեր անում, ջանք եւ այլն, գործող իշխանությունը մի զգալի մասով ստանում է պատրաստի փաթեթներ ռեկոմենդացիաների համար։ Կարծում եմ քաղաքական կենաց եւ մահու պայքար է լինելու։